Գարեգին Եղիշեի Տեր Հարությունյան, պատմության մեջ հայտնի Գարեգին Նժդեհ անունով։ Ծնվել եմ 1886 թվականի հունվարի 1-ին, Նախիջևանի Գզնուտ գյուղում քահանայի ընտանիքում։ Իմ ամբողջ կյանքը եղել է մեկ նպատակի ծառայության մեջ՝ հայ ժողովրդի ազատությունն ու Հայաստանի անկախությունը։ Երիտասարդ տարիքից հասկացա, որ ազատությունը նվեր չէ, այն նվաճվում է արյունով ու հավատով։ Ու հենց այդ հավատն էր, որ ինձ տարավ մարտադաշտեր։ Թիֆլիսի գիմնազիայից մինչև Սոֆիայի զինվորական դպրոց, Բալկաններից մինչև Կովկասի ջակատներ։ Ես կռվեցի, որովհետև իմ ժողովուրդը արժանի էր ապրելու ազատ հողի վրա։ Երբ 1929 Հայաստանը ծնկեց խորհրդային զենքի առաջ, ես չխոնարհվեցի։ Ես կանգնեցի Սյունիքում, և իմ ժողովուրդը կանգնեց ինձ հետ։ Այնտեղ մենք պաշտպանեցինք հայրենի հողը, թշնամու և դավաճանության դեմ։ Մենք հռչակեցինք Լեռնահայաստանի Հանրապետությունը, և ես դարձա նրա վարչապետն ու սպառապետը։ Այդ պայքարը փրկեց Սյունիքը և պահեց այն Հայաստանի գազում։ Ես կարող էի ապրել հանգիստ կյանքով, բայց ընտրեցի բանտն ու աքսորը, քանզի ազատությունը չի ծնում հարմարությունից։ Եվ եթե հարցնեն ինչ թողեցի իմ ժողովրդին, պատասխանս մեկն է. թողեցի գաղափար ցեղագրոն հավատք, որը կոչ է անում ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։